Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 3-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 3-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հուզվում եք, այստեղ հանդիպում ունեք, հնարավոր է դրամար եք հուզվում, բայց ասեմ հանդիպելու եք ինչ-որ մեկի հետ և հրաժեշտ տաք իրեն, այստեղ կամ ինքն է գնում, կամ դուք եք գնում, իրարից հեռու եք լինելու և դրա համար իրար հրաժեշտ եք տալիս, համար կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել, բայց որևիցե հնարավորություն եք նաև այդ օրը ձեր ձեռքից բաց թողնելու։ Ոմանք ունեն թաքուն գործողություններ, ոմանք ունեն թաքուն սիրավեպ, այդ օրը կարող հանդիպել, միգուցե հանդիպում եք, իրար հրաժեշտ եք տալիս, կամ ինչ-որ տեղ եք գնում ձեր սիրելին։ Նաև օձեր կան, օձեր, բամբասանք, չար վերաբերմունք, չար խոսակցություն, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 3-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, որևիցե հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու,
հրավերք ունեք, առիթի կամ միգուցե դուք եք առիթ պատրաստում եւ մարդկանց եք հրավիրում կամ ձեր տանն է առիթը, ինչ որ բան այդ օրը ձեզ հիասթափեցնում է կամ նեվ տխրեցնում եւ ինչ որ բաներ ձեզ ուրախացնում է այդ օրը։ Եվ նա կա, տարբեր բաներ, միգուցե ինչ որ մարդուց եք հիասթափվում, ոչ թե տխրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Մեզ մեկ րոպե, քամի է այստեղ, մոմս անջատեց։ Անկամա պետք է մոմ ունենանք մենք մեր ձեռքի տակ։ Շատ ուժեղ քամի եմ արել, որովհետև անհնարին է։ Այստեղ մեկ րոպե վառեմ հետո։ Ահա, այստեղ ահավոր շոգ է, դրա համար ստիպված ենք մի փոքր գոնե քամի քանի, ինչ որ արև չկա, այստեղ արևը կընկնի եւ չեմ կարողանա աշխատել։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 3-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը գումարի մասին կխոսեք, նաև գումար կծախսեք, գումար կվճարեք, ուրախ եք, տրամադրությունը բարձր է, բայց օձեր կան, որոնց կամ իրենցից եք ոչ նորություն լսելու կամ իրենք են ձեզ ինչ-որ մի բան ասելու։ Կամ կիմանաք, որ խոսում են ձեզանից եւ դա ձեզ համար իրոք որ նորություններ է, որ այդ մարդիկ խոսում են ձեր հետևից։ Նաև իրենք կարող են ինչ-որ մի բան ասել, ոնց որ բամբասանքի տեսքով թեկուզ, կարող է դա ձեզ համար նորություն լինի։ Եվ հեռախոսը զանգունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 3-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, որը որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Երջանիկ կլինեք, երջանիկ կզգաք ձեզ։ Ժամ եք պայմանավորվում այդ օրը, ինչ-որ գաղտնի գործողություններ ունեք կամ գաղտնի սիրավեպ, այդ դեպքում եք ժամ պայմանավորվում։ Մտածում եք ճանապարհ գնալու հետ կապված, մտածում եք գնաք արդյոք թե ոչ, կամ միգուցե ինչ-որ մարդիկ են գալիս եւ մտածում եք, ոյ, կներեք։ Գրոփե։ Ահա, կներեք։ Դուրը փակվեց, ուժեղ կամի է։ Ոյ մի կողմից լավ է։ Նաև դե եթե ինչ-որ մարդիկ են գալիս ոնց որ ձեզ մոտ, մտածում եք ընդունեք արդյոք թե ոչ, հա, որովհետև ոչ բոլորն են, չէ՞ որ գալիս են մեզ մոտ եւ մենք ուզում ենք իրենց տեսնել կամ ուղղակի հավես ունենք շփվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծների։ Ինչ է սպասվում առյուծներին հունիսի 3-ին։ Հարգելի առյուծներ, այդ օրը հույսով եք, որ այստեղ ունեք թաքուն սիրավեպ, թաքուն գործողություններ, հույսով եք, որ այն կկարողանաք անել, այն ոչ ոք չի իմանա եւ այլն, ինչ որ հույսով եք, որ կկարողանաք կազմակերպել միգուցե ինչ-որ գաղտնի բան է։ Այն գործերը, որոնք որ չեք հասցրել ավարտել, ինչ որ տեղեկատվություն կստանաք, որից հետո որի մեջ միգուցե պատասխանն է, որից հետո կվերջացնեք այդ գործողությունները, ինչ որ գործեր կան, որոնք որ մնացել են եւ այդ գործողությունները այդ օրը անպայման կանեք կվերջացնեք։ Ճանապարհ եք գնալու, այդ օրը նաեւ կարող եք շուտ արթնանալ կամ երկար մնալ քնած, այնպես որ եթե առավոտյան պետք է տեղ գնաք ուշադիր եղեք, կարող եք քնած մնալ։ Նաեւ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը եւ ոմանք հրավերք կստանան առիթի, այդպես ծրարի տեսքով, ոմանք դուք եք պատրաստել վերջապես հրավիրատոմսը կամ առիթը, հա, ոնց որ վերջապես կազմակերպել եք եւ այլն եւ հիմա մարդկանց եք հրավիրում, կամ ինչ որ մի բան, որ ասացի, որ մնացել է, դա կավարտվի, դրա պատասխանը միգուցե նաեւ գա եւ դուք այստեղ կարող է առիթ նշեք, հա, դա նշեք, որ ի վերջո դա եկավ, ի վերջո դա եղավ ձեզ մոտ։ Կամ ի վերջո ավարտվեց դա, կամ ինչ որ որոշում կայացրեցիք, վերջնական, այդպես ինչ որ մի բան է, որը առիթ կլինի։ Դուք կանեք առիթ։ Այսքանը ձեզ համար դե կարող մեծ առիթ չեք անում, բայց նշում եք, հա, այն ինչ որ եղավ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։
Ինչ է սպասվում կույսերին հունիսի 3-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև գումար կստանաք, տատանվում եք, ծանրութ թեթև անում, ընտրության առջև կանգնած կլինեք, ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն գաղտնի գործողություններ, նաև հուզվում եք, այդ գործողությունները անելու պատճառով, մենայն դեպս հուզմունքը արտասուքը նաև կարող է լինել երջանկության հարցունքներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 3-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ-որ մեկի հետ կամ ժամ կպայմանավորվեք, կամ նաև արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որ չուշանաք։ Որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել այդ օրը։ Ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, նաև սուտ կա, միգուցե ստի պատճառով է, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողնում։ Եվ հրավերք որևիցե առիթի։ Ձեզ կհրավիրեն կամ դուք մարդկանց կհրավիրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 3-ին։
Հարգելի կայիշներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան։ Նաև պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ հարցեր ունեք, դրանցով կզբաղվեք։ Նաև կարող դա լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն կամ մեկ այլ տեղ, այստեղ գումար եք վճարում, կամ գումար եք ծախսում, կամ գումար եք տալիս, գումարի մասին եք խոսում այնտեղ պետական հիմնարկության մեջ։ Եվ սպասում եք, որ խոսեք։ Գուցե բանկ է, հա, եւ այնտեղ դա երկար սպասում եք։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, բայց ինչ-որ մի փոքր տհաճ պահեր կան այդ օրը ձեզ մոտ, հանկարծակի լուր կլսեք, որից կիմանաք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողել եւ գործնական հանդիպում ունեք կամ խոսակցություն։ Դրանից այստեղ ինչ-որ պետական հիմնարկություններ նա վրա դա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 3-ին։ Կներեք անջատվեց հեռախոսը, լավա որ 3-ներ մնացել, վերջին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական լուծում կտաք ինչ-որ մի հարցի։ Նաև ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ, բաժանվել կամ տալ հաճախորդին, եթե հաճախորդի հետ եք աշխատում, տաք ոնց որ գնա։ Նաև սուտ կա այդ օրը, ուշադիր եղեք, ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան ասի, նաև չանի։ Եվ ոչ իրադարձություններ ունեք հորանք, որ ձեզ հետ կատարվում է յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվի կամ նոր է սկսվում ամենամսվա այդպես ցիկլ կամ կարող է ավարտվել նաեւ եւ այդ ամենամսվա ցիկլը եւ վերջին մեկ ամսվա ինչ որ իրադարձություն։ Օցեր կան նախանձմարտիկ, չար մարդիկ, բամբասանքներ եւ սպասում եք։ Երեկոյան սպասելու եք ինչ որ մեկին կամ ինչ որ բանի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 3-ին։
Հարգելի այճեղություններ, այդ օրը ոչ նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մարդկանց հետ, նաև փաստաթուղթ կարող եք ստանալ, փաթեթ կարող եք ստանալ, կամ ուղարկել ինչ-որ միտեղ, հեռախոսազանգ ունեք նաև, կամ փաստաթղթերի հետ կապված ինչ-որ գործեր կանեք, նվեր կգնեք կամ նվեր կստանաք, կամ դուք ինչ-որ մի բան կպատրաստվեք նվիրել ինչ-որ մեկին, նաև քաղցրավենիք կարող է լինել, ծաղիկներ, օրը ձեր ձեռքում է շատ բան հենց ձեզանից է կախված։ Եվ նոր սեր, նոր հարաբերություններ, շատ սեր կստանաք, սիրախոստովանություն դուք կանեք, ձեզ կանեն, նաև հարազատ մարդկանց շրջապատում կարող եք լինել։ Եվ այդ օրը յուրաքանչյուր գործ անելուց առաջ երկար ինչ-որ քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք ոչ մի գործում, ոչ մի հարցում։ Ինչ-որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ եւ հանկարծակի լուր կլսեք։ Ոմանց մոտ նաև կարող է ինչ-որ մի բան է դեռ դանդաղում, դեռ կանգնած է, ոնց որ ինչ-որ գործ առաջ չի գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 3-ին։ Հարգելի ջրհոսներ, ձեզ մոտ այնպես տպավորություն, որ ինչ-որ մի բաներ պետք է լինի, բայց չի լինում, միևնույն նավալ նաև ոմանք օրվա վերջ ասեն, վայ, սա էլ պետք է անեի, բայց չարեցի։ Ինչ-որ բաներ կան, որ պետք է լինեն ու չեն լինում։ Ոմանք ունեն իրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, նաև ինչ-որ հնարավորություն կարող է ձեր ձեռքից բաց թողնել։ Ժամին ուշադիր եղեք, ժամ կարող է փոխվել, կամ դուք փոխեք, կամ հանդիպում վերցնեք, ժամ պայմանավորվեք ինչ-որ մեկի հետ, նայն դեպս այնպես արեք, որ չուշանաք։ Եվ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կամ կարող եք այցելել նման կենտրոն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 3-ին։